Ինչ էին արել իրանցիները։ Իրենք ամբողջ իրենց կարողությունները փաստորեն այդ մեծ ծախսերն արել էին, թաքցրել էին լեռներում ու բունկերներում, որոնք անխոցելի Այո, էին։ Այդ մեկ։ Երկրորդ, իրենք այդ տեսակ էշելոնացված բան էին ստեղծել, համակարգ էին ստեղծել։ Այսինքն, մինչև 7 հոգի ամեն մակարդակում կարող է սպանել Իրանում, 8-րդը դեռ բան է անելու։ Իրենք գիտեն, թե 8-րդն ով է, որ այդ տեղը զբաղեցնելու է։ հետևից գալու է Այսինքն, փոխարինի, այո։ այսինքն այդ գլխատման քաղաքականությունը, այդ գլխատման ստրատեգիան, որը շատ հաճախ կիրառվում է, որպիսի հակառակորդի մոտ ինչ-որ քաոս ստեղծվի, անիշխանություն ստեղծվի, համակարգերը չկարողանան բան անել, չկարողանան վերակազմավորվել, դա տեղի չունեցավ Իրանում, որովհետև Իրանում դա հաշվի էին առել եւ դրա դեմն առել էին։ Բացի դրանից նրանց ապակենտրոնացված համակարգը 30 թե 32 ինչ որ բան ունեն, ռազմական օկրուգներ ունեն, այսպես ասած, Իրանում, որոնք լրիվ ավտոնոմ են հիմա։ Եվ ինչու են ավտոնոմ։ Իրենք հենց դա էին հաշվի առել, որ եթե ամեն ինչ կենտրոնից կառավարվող համակարգով արվի, այդ կենտրոնը կարող են ամերիկացիք շարքից անել, հետո քաոս կստեղծվի, հետո նրանք չեն իմանա ինչպես գործել։ Բայց երբ որ դրանք ավտոնոմ համակարգեր են, ավտոնոմ շրջաններ են ռազմական, այդ կենտրոնը ոչնչացնելը ոչինչ չի տալու, ոչինչ չի նշանակելու։ Իրանը շատ լավ հաշվի էր առել այդ խոցելիությունները Միացյալ Նահանգների, առաջին հերթին Հորմուզի նեղուցի հարցը, թե դա ինչ է անելու Միացյալ Նահանգների հետ, Տնտեսությունը, միջազգային այո, ամեն ինչ, տնտեսության հետ, այո։ նավթի գների հետ եւ այլն, թե ինչպես դա կարող է անդրադառնալ նույն Միացյալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների հարաբերությունների վրա, վերջապես ամերիկյան բազաներին հարվածելը եւ հիմնականում նրանք այդ բազաների վրա կենտրոնացան, շատ 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 կարևոր էր, շատ հետաքրքիր էր, որ նրանք դա կարողացան անել այդ տեսակ հաջողությամբ եւ ամենակարևոր հանգամանքներից մեկը Իրանի ստրատեգիայի, որ նրանք հաշվի էին առել, որ այդ ժամանակակից տեխնոլոգիական միջավայրում, քանի որ Միացյալ Նահանգները, Իսրայելը շատ մեծ շեշտ էին դրել հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա, որոնք զարհուրելիորեն թանկ են, շատ թանկ են դրանք, եւ դրանց ջլատելը բավականին հեշտ է, նույնիսկ էժան եւ հին հրթիռներով ու դրոններով կարող ես բան անել, ստիպել նրանց օգտագործել այդ բաները, Մաշվել, այո, այդ մաշեցնել այդ ռեսուրսը։ ռեսուրսը, հա։ Եվ միշտ, այսինքն հրթիռը շատ ավելի էժան է, քան հակահրթիռը։ Այսինքն շատ հին հաշվարկ եմ ասում։ Ես մի ժամանակ դա բան էր, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների պարագայում էին այդ հաշվարկը արել, որ հրթիռի վրա ծախսված ամեն դոլարի դիմաց պիտի $6 ծախսես այդ նույն քանակությամբ հակահրթիռային պաշտպանություն ապահովելու